չեմ հասկանում, երբ որ սեղանին դրված է ընդդիմության միասնական լինելու խնդիրը, ինչ որ տենում ես, որ ինչ որ ուժերի սպասարկող, ընդդիմադիր ուժերի սպասարկող լրատվամիջոցներ նորից թիրախ են դարձրել ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին։ Սենց մի հատ անեկդոտ կա էլի արդեն քաղաքական դաշտում, բոլոր անհասկանալի իրավիճակներում կամ բոլոր այն իրավիճակներում, որ դուք չեք կարողանում տակից դուրս գալ, հիշեք Սերժ Սարգսյանին եւ աբսուրդը այն է, որ նորից ՀՀԿ-ի երրորդ նախագահի անունը տարբեր այսպես վարիացիաներով մանիպուլացնում են ուժեր, նրանց սպասարկող լրատվամիջոցներ, ովքեր 18 թվականին հրապարակի կենտրոնում Նիկոլի կողքը կանգնած էին, ովքեր իրենց բոլոր հարցազրույցներում ասում էին ճիշտը սա է, ովքեր իրենց մեմուարներում ողջունում էին Թավշյա ճակերտավոր հեղափոխությունը։ Հիմա ես հարց ունեմ այդ ուժերին եւ իրենց կողմից ֆինանսավորվող եւ իրենց քաղաքական օրակարգը սպասարկող լրատվամիջոցներին ինչի եք անում, եթե ձեր նպատակը ընդդիմության միավորումն է, ինչի եք այսպես թիրախավորում կոնկրետ քաղաքական ուժի եւ ինչի եք փորձում այն ինչու մեղավոր են ձեր քաղաքական գուրուները սենց մսաղացի տակ աղալ եւ գցել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի գրպանը։ Գիտեք, ես ՀՀԿ-ի փաստաբանը չեմ, բայց ես ուզում եմ կողքից որպես դիտորդ նայել եւ ուզում եմ հասկանալ մոտիվացիան, թե ինչի է այս ամենը արվում։ Եթե շարունակում է արվել, նշանակում է այս լեգիտիմ իրավունք ունեմ արձանագրելու, որ ընդդիմադիր որոշ ուժերի նպատակը բացարձակապես էլ միավորումը չէ եւ այս իշխանությանը հեռացնելը չի, այլապես մի քիչ գոնե կհանգստանային կամ մի բաժակ սառը ջուր կխմեին, կհանգստանային։